Հիփ-հոփ, փողոցում ծնված պար, որի ամենամեծ գրավչությունը ինքնաբուխ լինելն է։ Ինտերակտիվ դեկորների կախարդանք։ Թվային արվեստը ջնջում է իրականի ու երևակայականի սահմանները։ Երևանյան բեմում առաջին անգամ ֆրանսիացի հայտնի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի պիքսել պարային ներկայացումն է։ Ականատեսեղանք են մարդկային ֆիզիկական հմտությունները երևի առավելագույն մակարդակին, որտեղ պատրաստվածությունը են, որ վերջն է։ Հրաշալի այս տեսակ աշխատանքները նաև բերել Հայաստան եւ հայ հանդիսատեսի հետ այս շփումը կարծում եմ միայն ու միայն ավելացնում է մեր հանդիսատեսի պահանջը։ Հայ հանդիսատեսը շատ գոհ է։ 1.5 ժամ տևած ներկայացումից հետո դահլիճը բուռն ծափերով արտիստներին ստիպում է մնալ բեմում։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող թեատրոն ֆրանկոֆոն միջազգային փառատոնի բարձրակետն է պիքսելը ներկայացումը, որն իր գոյության ավելի քան 10 տարվա ընթացքում աշխարհի շատ բեմեր է նվաճել։ Առաջին անգամ եմ Հայաստանում եւ շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Թեատրոն փառատոնի համահիմնադիր Սաթե Խաչատրյանը կարծում է, որ թատերական եւ թվային աշխարհները միավորող այս ներկայացումը ոգեշնչման աղբյուր կարող է լինել նորագույն տեխնոլոգիաների ասպարեզում լուրջ հայտ ներկայացնող հայաստանցի մասնագետների համար։ Սա մի ներկայացում է, որտեղ ժամանակակից պարը, հիփ-հոփը եւ թվային տեխնոլոգիաներն են հանդիպում եւ կարծում եմ մեր երկրի համար, ով հավակնում է դառնալ առաջատարներից մեկը աշխարհում նորագույն տեխնոլոգիաների բնագավառում, այս ներկայացումը դիտելը շատ կարեւոր եւ ներշնչանքի աղբյուր կարող է դառնալ։ Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ կազմակերպված փառատոնը նաև հրաշալի առիթ է ամրապնդելու ֆրանկոֆոն աշխարհի հետ Հայաստանի կապերը, ստեղծելու մշակութային նոր կամուրջներ։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։